հայրենիք։ Իհարկե միշտ եմ եկել։ 1998-ի փետրվարի 12-ին արտասահմանից Հայաստան է ներգաղթում Դաշնակցության կարկառուն դեմքերից մեկը Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա 2 օր առաջ բանտից ազատված Վահան Հովհաննիսյանի հայրն է, որը Հայաստանից հեռացել էր դեռևս 1972-ին։ Սպասելիք ունեմ, որ կառավարությունը արդեն փոխվելու վրա է, փոխված է, եւ այդ կառավարությունը ի վերջո մեր պետությունը կդարձնի ազգային պետություն։ Իդեպ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահի արտահերթ ընտրություններում որդու տեխնատության առաջադրմանը, հայրը անկեղծանում է։ Վահան Հովհաննիսյանն էլ թող մի անգամ սպասի։ Նույն օրը Հայաստանի Կոմկուսը հրավիրում է իր 34-րդ համագումարը։ Համագումարը նախագահի տեխնատուի առաջադրում Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանին։ Վերջինս խոստովանում է, որ հանդիպել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին։ Բադալյանը կանխատեսում է, որ ընտրությունները կընթանան 2 փուլով։ Այս սպանված տղան շարքային զինվոր Մկրտիչ Օհանյանն է։ Նախորդ օրը նա Արմավիրի մարզի զորանոցներից մեկում հրազենով կրակ է բացել քնած զինվորների վրա։ Տեղում մահացել է 6 հոգի, վիրավորվել եւս 2-ը։ Իսկ Օհանյանը զորամասից փախել էր։ Նրան գտնում են Երևանի Հանրապետության հրապարակում։ Ձերբակալման պահին, երբ Օհանյանին առաջարկվեց հանձնվել ոստիկանությանը, Օհանյանը իր մոտ եղած Մակարով տիպի ակրջանակով ինքնասպան եղավ։ Հետաքննությունը վարում է Վլադիմիր Գասպարյանի գլխավորած զինվորական դատախազությունը։ Հանցագործությունը զուտ հոգեբանական է եւ կատարվել է ոչ սթափ վիճակում։ 5 օր առաջ Պարույր Հայրիկյանը հայտարարում էր, որ Տեր-Պետրոսյանին ճնշել են եւ նրա հրաժարականը հակասահմանադրական է։ Փետրվարի 12-ին նա ասում է, ոչ մի ճնշում չի եղել, գործել է նախագահի ինքնապաշտպանության զգացումը։ Տեր-Պետրոսյանն անձամբ պատրաստ չէր մտնել Եվրոխորհուրդ։ Պայման է դրվում Հայաստանի իշխանությունների առջև, եթե ուզում եք դառնալ Եվրոխորհրդի անդամ, ապա դուք պետք է հրաժարական տաք, որպես խայտառակ ճանապարհով ընտրված մարդիկ, այսինքն խայտառակ քաղաքական գործիչներ, եւ Հայաստանում կազմակերպեք նոր ընտրություններ։ Հայրիկյանն իհարկե անկասկած կառաջադրի իր տեխնատությունը արտահերթ ընտրություններում։ Նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը պաշտպանելու է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի տեխնատությունը։ Մենք ընտրությունները չենք կեղծելու, երաշխավորում է ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը։ 2000-ի այս օրերին Հայաստանում գոյություն ունի ինտերնետին միացված 20,000 համակարգիչ, ամբողջ աշխարհում դրանց թիվը 43 միլիոն է։ Սրանք ինտերնետ օգտագործողների միության տվյալներն են։ Ինտերնետին միանալու ամսական միջին գինը մեր երկրում 50 ամերիկյան դոլար է, ավելի թանկ, քան Ամերիկայում եւ Եվրոպայում։ Եթե այսօր նարեկացի չենք կարդում, մեղ քայլում ենք նարեկացումը։ Եթե այսօր Մարկես ենք կարդում, շնորհում Մարկեսին։ 2000-ի փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը դառնում է 65 տարեկան, մարդ է, որն իր գրականությունը պարտադրեց խորհրդային ռեժիմին։ Ծիծաղելով ապրում ենք եւ երկրի ղեկավարների հիմարությունների վրա եւ վաղ չկա։ Ինչ դժվարություններ եմ քաշել գրաքննության պատճառով, տպագրվելու դժվարությունների պատճառով։ Այսօր Մաթևոսյանը վիպակ է գրում պատերազմն ավարտած մարդու մասին։ Վիպակի հերոսները համարձակվում են նկատել, որ Բեռլին իրենք են գրավել, բայց հաղթանակի պտուղները վայելում են ուրիշները։ Ես գրականություն հասկացող մարդ եմ, ես գիտեմ ինչ է նշանակում մեծ գրող։ Ես ավետարանները զտելով եմ ընկալում, ես չեմ կարող ինձ մեծ գրող համարել։ 2001-ի փետրվարի 12-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Բորիս Նազարյանը իր դիմումի համաձայն ազատվում է գլխավոր դատախազի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով դատախազի պաշտոնակատար է նշանակվում Ժիրայր Խառատյանը։ 2002-ի այսօրը Պարույր Հայրիկյանը դեմ է եւ Ռոբերտ Քոչարյանի կիսանախագահական եւ ընդդիմադիր վեցյակի խորհրդարանական տարբերակի սահմանադրական փոփոխությունների փաթեթներին, առաջինին ավելի շատ։ Ովքեր ասում են, որ Հայաստանը չի հասունացել խորհրդարանական հանրապետության համար, զգում եմ, որ ժողովրդի համար անընդունելի է թաղի տղերքին երկրի առաջին դեմքի ընտրությունը վստահելու ցանկությունը։ Ուժեղները կարողանում են իրենց պարտադրել, իրենց հասարակության մասը դարձնել, ինչպես Հովհաննես Թումանյանը, ինչպես Վահան Տերյանը, ինչպես Մեծ Չարենցը։ Հրանտ Մաթևոսյանն արդեն 67 տարեկան է, այսօր նա աշխատում է եզրեր վիպակի վրա։ Մաթևոսյանը բազմիցս դադարեցրել է գրելու աշխատանքները։ Մեղքը ինքն էր, չզորեցի իշխելին վրա եւ պարտադրել ինձ գրելու։ Մի քիչ էլ կար այն ծանր հանգամանքը, որ հիմա կարծես թե գրականությանը այդ իր մեծ նշանակությունը չի տրվում։ Այսօր գրողը վստահ է, սակայն որ գրականությունը չի կորցրել իր ազդեցությունը նույնիսկ հաց չգտնող մարդու եւ մարդասպանի վրա։ Հաց չճարող մարդը այդ մարդը բաղկացած է, եթե լավ քննես, այդ մարդը բաղկացած է Հովհաննես Թումանյանից, Եղիշե Չարենցից, Պարուս Սևակից, Հովհաննես Շիրազից, Ռազմիկ Դավոյանից եւ այլն եւ այլն։ Այդ մարդասպանության սցենարը նույն ինքը գրականությունն է արել։
այդ սցենարը նրա մեջ խաղացել է գրականությամբ։ Հետո այդ սպանությունը արած մարդը, երբ ճաղերի ետևում հայտնվեց, նա քեզ խնդրելու է, որ գիրք տանես։ 2008-ի այսօրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստանում բացահայտվել է պաշտոնապես չգրանցված հասարակած տուն։ Այն վերագրվում է նախագահի առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Հակոբ Հակոբյանին։ 2009-ի փետրվարի 12-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության 4-րդ հերթական համագումարում հայաստանյան խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվում է կուսակցության նախագահի պաշտոնում, այլ թեկնածուներ չեն առաջադրվում։ Մեկ տարի առաջ այսօրը հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը հարձակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա։ Վերջինս իշխանափոխության գործընթաց էր սկսել։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա քաղաքականությունից։ Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված դոտ գագո կնիքը։